Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թիվը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մեկ փուլ ենթադրվում է 10 տարով հնարավորություն կլինի երկարաձգել։ Ասել է նա շեշտելով, որ այդ ընթացքում մինչև 2046 թվականը պետք է կայացվեն որոշումներ։ Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի այցի օրակարգին, նշելով, որ նման հագեցած օրակարգեր շատ չեն լինում։ Այդպիսի բան հաճախ չի լինում, որ ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ ի ցույց դնի, որ ամենաժամանակակից հետախուզական տեխնիկա է մատակարարում Հայաստանի Հանրապետությանը։ Սա նրա մասին է, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բաց է։ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երկաթուղին, ի դեպ նաև ավտոմոբիլային երթուղին Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Ջաջուր, Գյումրի ախորիկ ճանապարհն է, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանի տարածքով արտահանման երկաթուղին բաց է, բիզնեսը պետք է արձագանքի այդ իրողությանը։ Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանն ընտրվել է ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար։ Այսօր փետրվարի 11-ին կայացավ Սամվել Կարապետյանի կուսակցության համագումարը, համագումարն ընտրեց նոր նախագահ եւ խորհուրդ Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ։ Ռուսաստանը շահավետ համագործակցություն ունի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գրեթե բոլոր ոլորտներում։ Մոսկվան մտադիր է շարունակել դա, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցը եւ 3 երկրների կողմից խոշորացավալ համատեղ նախագծերի ծրագրերի մասին հայտարարությունները։ Կրասնոդարի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը Մաշ TV-ի եթերում մանրամասներ է հայտնել թիմի ավագ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքի մասին։ Մուսաևի խոսքով պատճառը մարզման ժամանակ ստացած վնասվածքն է, սակայն լուրջ անհանգստության կարիք չկա։